Հարգելի գործընկերներ, փաստացի վերջի տարիներին մենք ինչ գործընթաց ենք սկսել, որ անկախ ծրագրի կարևորությունից եւ անկախ նրանից, թե ինչքան հանրային շահ է պարունակում տվյալ ծրագիրը, մեր համար միշտ առաջնահերթություններ իրականացնել այն մրցույթային կարգով եւ դրա արդյունքում մենք կարող ենք փաստել, որ 2025 թվականին մենք արդեն ունենք մասնակցության միջին մակարդակ մրցակցային ընթացակարգերին 3.3 մակարդակի վրա, որը մեր տարածաշրջանում բավականին բարձր է, Վրաստանում դա մոտավորապես 2.4 մակարդակի վրա է, ընդ որում մենք մրցակցությունը հաշվում ենք հետևյալ ձևով, ոչ թե հաշվում ենք ընդհանուր ընթացակարգին, այլ լոտ առ լոտ ենք հաշվում, այսինքն հնարավոր չի օրինակ, որ եթե մեկ ընթացակարգավորի մեջ 4 լոտ է ու ամեն մեկին մի հոգի է մասնակցել, մենք համարում ենք, որ այդ լոտերով մի հոգի է մասնակցել, այսինքն մեր համար բավականին խիստ վիճակագրություն է։ Սակայն նման կիրառությունը հետևյալ խնդիրների է բերել, որ խոշոր ծրագրերի կամ հանրային բարձր նշանակության կարևորություն ունեցող ծրագրերի ժամանակ որոշ գործողություններ վիճարկվում են, այդ թվում օրինակ պայմանագրի կառավարման ժամանակ, երբ որ շինարարը ոչ պատշաճ է իր աշխատանքները իրականացնում եւ պետությունը փորձում է պատասխանատվության ենթարկել տվյալ շինարարին, նոր շինարար բերել, որպեսզի աշխատանքները վերջացնեն, սկսվում են դատական գործընթացներ, սկսվում է process, որի ժամանակ պարզադատարանը պետք է գնա ուսումնասիրի արդյոք շինարարական աշխատանքները ըստ պատշաճի էին անում, շատ հաճախ նույնիսկ դրա մասին չի խոսակցությունը գնում, այլ նրա մասին, որ ուղղակի փորձի շինարարը ճնշում գործադրի պատվիրատուի վրա եւ չթողնի, որ որևէ գործողություն արվի եւ հանրային շահը պաշտպանվի, ասելով, որ դե կամ իմ հետ արի համաձայնության, կամ ես նենց եմ անելու, որ այս դպրոցը, մանկապարտեզը, կամուրջը, ճանապարհը չկառուցի ըստ պատշաճի, մինչեւ որ դու իմ հետ համաձայնության չգաս, ավելի լավ է արի մի բան համաձայնվենք, վատ աշխատանքները ընդունի, հետո մի ուրիշ շինարար, որ կարողանաս բերես, իմ խնդիրները լուծես, թե չէ ես տանելու եմ դատարան ու անվերջ տանեմ բերեմ բոլորին։ Ուստի մենք հետևյալ առաջարկություն ենք հանդես գալիս, որի պայմաններում, եթե կառավարությունը նախնական համաձայնություն է տալիս, հրավերով նախատեսվում է կետ, ըստ որի դատական գործերը էլի շարունակում են, այսինքն դու էլի կարող ես բողոքարկել, էլի քո իրավունքները վերականգնել, վնասներդ վերականգնել, սակայն գործընթացները չեն կասեցվում, ինչպես մրցույթի փուլում, այնպես եւ պայմանագրի կառավարման փուլում։ Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դեպքով կանխավ կառավարության համաձայնությունն է պետք լինելու, այսինքն երկրի գործադիր իշխանությունը պետք է ասի, որ հա սա պարունակում է այն հանրային շահը կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահի ապահովում կամ արկա տվյալ պայմանագրում, որի ժամանակ մենք ասում ենք, այո, հնարավոր է օրինակ եւ դու ճիշտ դուրս գաս եւ պարզվի, որ պատվիրատուն սխալ գործողություն է արել, բայց տվյալ դեպքում մենք ավելի շատ գնում ենք տնտեսական վերականգնման, հա, այսինքն ոչ թե ասում ենք դե արի քո պայմանագիրը վերջացրա անել, այլ պայմանագիրը ժամանակին կատարվել է, ապրանքը աշխատանքը ծառայությունը ժամանակին մատուցված է, եթե տնտեսվարողը այս գործողությունների արդյունքում վնաս է կրել, պարզա վնասը պետք է վերադարձվի, բայց դա պետք է ցույց տրվի, թե ինչքան վնաս է եղել, որ պետք է ապացուցվի, որ ոչ իրավաչափ են գործողությունները պետության եղել, այսինքն այստեղ խոսքը ոչ թե նրա մասինն է, որ տնտեսվարողը այլևս չի կարողանում բողոքարկի, կարողանում է, բայց որոշ դեպքեր կան, որի ժամանակ մենք ասում ենք կներեք, բայց աշխատանքը պետք է շարունակվի։ Համապատասխան մանկապարտեզը պետք է կառուցվի կամ եթե օրինակ մենք դեպքեր ենք ունենում, երբ որ վտանգավոր օրինակ Սյունիքում գծանշման աշխատանքների իրականացման բավականին կարևոր դեպք է եղել, որի ժամանակ դատարանը ասել է, այստեղ հանրային շահ չկա, պարզվել է, որ մեր մոտ երկար ժամանակ Սյունիքում գծանշման աշխատանքներ չեն իրականացվել ու անհայտ է դեռ այդ գծանշման աշխատանքները չիրականացվելու արդյունքում քանի զոհ է եղել ճանապարհներին, քանի վնասվածք եւ պարզվում է, որ տարածքային կառավարման նախարարը չի կարող պնդել, որ իր պատասխանատվությամբ պետք է գնա եւ բան լինի, ասենք ասենք գծանշումները ըստ պատշաճի իրականացվեն։ Նման դեպքերը պետք է բացառված լինեն, սա ես շատ ծայրահեղական օրինակ եմ բերում, հա, բայց նման օրինակները բազմաթիվ են։ Դրա համար էլի ռիսկը հիմնական սրա մեջ էր, որ մենք կարող ենք ասել, դե պատվիրատուները ամեն ինչի անունը կդնեն հանրային շահ, որ ինչ ուզեն անեն։ Ոչ չեն կարող, որտեղ պետքա կանխավ գան, այսինքն ոչ թե ընթացքում հասկանան, որ մի բան է ինչի, այլ կանխավ գան, կանխավ կառավարությանը թույլտվություն հարցնեն, որ կարողանան իր տվյալ ընթացակարգը դնել, այսինքն մենք բոլորս կանխավ կիմանանք, որ այս այն ընթացակարգն է, որը պարունակում է հանրային շահ եւ կասեցումներ չեն կիրառվելու։ Ընդհանուր առմամբ բովանդակային այսքանը հաճույքով հարցերին